Բարև, մենք անցյալ անգամ խոսում էինք Web 3-ի մասին, այսինքն ապագա ինտերնետի զարգացումների մասին, եւ այսօր ավելի կմանրամասնենք դրա հիմնահարցերից մեկի, հիմնասյուներից մեկի կրիպտո արժույթի, մարդիկ հիմնական գիտեն Bitcoin-ը, Ethereum-ը, մի քանի տենց ուրիշ բան, բայց դրանք շատ են։ Ինչ է դա, ոնց է աշխատում, խոսենք նաև հայկական տարբերակների մասին, դա Fast Token-ն է եւ նաև հայկական հավելվածների, որոնք կրիպտոյով թույլ են տալիս աշխատել, օրինակ Coinstats-ի, հենց որ նայենք նաև որքան է դա հայկական ասած։ Դե գնանք առաջ։ Եվ այսպես կրիպտո արժույթը սկսվեց Bitcoin-ից 2009 թվականին, որը ստեղծեց մարդ, որը մինչև հիմա հայտնի չէ թե ով է եղել, Սատոսի Նակամոտո կամ հաճախ Սատոշի Նակամոտո կարող հանդիպեք։ Ենթադրվում է, որ անունից ելնելով որ դա ճապոնացի է, բայց շատ հավանական է, որ ընդհանրապես ոչ մի ձևով ճապոնացի չի։ Նույնիսկ կան կասկածներ, որ դա մի մարդ չի, այլ խումբ է մարդկանց։ Ամեն դեպքում մենք գործ ունենք մի անհայտի մասին, որը նկարագրել է նոր տիպի փող եւ ստեղծվել է դրա ծրագրային ապահովումը, որում բաց կոդերով, այսինքն բոլորը դա կարող էին օգտագործել, փոփոխել եւ նոր բան ստեղծել դրա հիման վրա, ու տենց էլ եղավ։ Եվ սկզբից իհարկե դա շատերի համար տենց ձեռառնոց էր, խաղալիք էր, մարդիկ լուրջ չէին ընդունում, բայց լուրջ ընդունեցին շատ կոնկրետ տիպի մարդիկ, որոնց մասին կարող է շատերը լսած չլինեն։ Մարդիկ անվանվում են հաճախ կրիպտո անարխիստներ, դա այդ մարդիկ են, որոնք համարում են, որ սիստեմը, այսինքն պետությունը ունի տարբեր մեխանիզմներ, գործիքներ մարդկանց հետևելու, ճնշելու համար։ Եվ դրանցից մեկը փողն է, այսինքն փողի այն տեսակը, որը մենք գիտենք, որը ունի մի քանի բացասական, այսպես սյուն կրիպտո անարխիստների տեսանկյունից մեկը դա այն է, որ մարդ վերահսկելի է, հատկապես հիմա, երբ որ մենք կանխիկից ազատվում ենք, ամբողջ աշխարհը գնում է դեպի անկանխիկ, բանկային քարտով, բանկային փոխանցումով, էլեկտրոնային դրամապանակներով կամայական փոխանցում անմիջապես դարձնում է մեր կամայական գործողություն վերահսկելի, բոլորը գիտեն, թե մենք որտեղ առանք, ինչ առանք, ու հասկանում եք, որ մեր ուղղնուցուցը հայտնի է դառնում։ Երկրորդ կարևոր բանը այն է, որ նրանք ով ունեն վերահսկողական մեխանիզմների հանդեպ փողի այսպես ազդեցություն կարող են օրինակ մախինացիաներ անել, օրինակ հետին թվով ինչ որ գործարքներ գրանցեն կամ դակցնեն ինչ որ գործարքներ եւ այլն, սա երկրորդ լուրջ երևույթն է, որը կրիպտո անարխիստները համարում են շատ բացասական, եւ երրորդը դա այն է, որ կենտրոնական հիմնարկները, օրինակ մեր դեպքում կենտրոնական բանկը, Ֆեդերալ ռեզերվը Ամերիկայում եւ այլն, դրանք ունեն հնարավորություն էմիսիա, այսինքն նոր փող տպելու, ինչը կարող է ունենալ սաղաճի, ինֆլյացիայի եւ այլնի հետևանք, եւ դա անվերահսկելի է մարդկանց կողմից։ Եվ Bitcoin-ը այդ հարցերը լուծում էր, որտեղ մի կողմից ինքը լրիվ անանուն է, այսինքն ես գրանցում եմ իմ էլեկտրոնային քսակը, որը ունի շատ խուճուճ տեսք, եւ իմ քսակի վրա կա Bitcoin, ես փոխանցում եմ իմ ընկերոջը, որը քսակը էլի այսպես խուճուճ թվեր նիշերը, եւ անունները չկան, երբ որ ես քարտից եմ փոխանցում անում, այնտեղ ֆիքսվում է, որ այսինչ քարտապան, այսինչ քարտապանին փոխանցվեց։ Իսկ այստեղ գրված է, որ այս դրամապանակից գնաց այն դրամապանակ, ով է դրամապանակի հետևում կանգնած, հայտնի չէ։ Բայց մյուս կողմից, որպեսզի գաղտնի գործարքներ չլինեն, ամբողջ գործողությունները թափանցիկ են, այսինքն գոյություն ունի այդպես կոչված բլոկչեյն, դա կրիպտո արժույթի կարևոր մասնիկներից մեկն է, այսինքն մի մեծ հաշվապահական գիրք, որտեղ գրանցվում են բոլոր գործարքները, այսինքն սա սրան փոխանցեց այսքան Bitcoin, սա սրան փոխանցեց այսքան եւ այլն, այդ ամեն ինչը ֆիքսվում այդ գրքում, այդ գիրքը բոլորին հասանելի է, կամայական մարդ կարող է իր համակարգչի վրա դա պահել, on-line էլ դա կա, եւ դու կարող ես այն ամենաառաջին օրվանից Սատոսի Նակամոտոյի այն առաջին գործարքներից մինչև վերջին հիմա գործարքը տեսնել, այսինքն թաքցնել ոչ իման հնարավոր չէ, հետին թվով փոխել հնարավոր չէ, որովհետև ինքը հատուկ կրիպտո պաշտպանված է,
Եվ որպես հետևանք մենք ունենք իրավիճակ, երբ որ մախինացիաները այն իմաստով, որով ստանդարտ փողի հետ լինում է, որ թաքուն ինչ-որ թղթեր փոխեն եւ այլն, հնարավոր չէ։ Եվ մյուս կարևոր բանը, որ էմիսիան, այսինքն նոր բիտկոին տպել հնարավոր չէ ուզած ձևով։ Այսինքն բիտկոինը նախ օրոք ֆիքսված է, ավտոմատացված ստեղծվում են նոր բիտկոինները եւ հայտնի է մինչև վերջին օրը գրաֆիկը կա, թե երբ կանի բիտկոինը արտադրվել։ Դա լուծում է այդ հարցերը կախված այս փողի, այսպես ապակենտրոնացվածության, այսինքն չկա գլխին կանգնած մի մարմին։ Բոլորն են մասնակցում բիտկոինի արտադրության, այսինքն մարդիկ, որոնք իրենց համակարգիչները տվյալ դեպքում արդեն բարդ համակարգերը, մեծ ֆերմաներ են կոչվում, որտեղ ահռելի սարքեր են աշխատում, դրանք կատարում են հաշվարկները այդ մեծ հաշվապահական գրքում, որը անունը ասեցի բլոկչեյնը, մեջ անընդհատ գրանցվում են նոր գործարքները, հետո դա նորից վերահաշվարկվում է, կրիպտո ձևով, պաշտպանված ձևով գրվում է, եւ ամեն անգամ, երբ որ պետք է նոր գրառում արվի բլոկչեյնի մեջ, շատ ծանր մաթեմատիկական հաշվարկներ են արվում։ Այն մարդիկ, որոնք տրամադրում են իրենց սարքերը այդ հաշվարկների համար, կոչվում են մայներներ, այսինքն իրանք զբաղվում են մայնինգով, օգնում են, որպեսզի աշխատի բիտկոինը, ինչպես նաև մնացած ուրիշ կրիպտոարժույթները, շատերը, եւ որպես պարգևատրում, որ իրանք այդ գործը անում են, նաև ծախսում են էլեկտրաէներգիայի վրա գումարներ, իսկ դրանք ահռելի գումարներ են, իրենք ստանում են դրա դիմաց նորաստեղծ բիտկոիններ։ Այսինքն ես ունեմ բիտկոին, մյուսին փոխանցեցի բիտկոինը, որպեսզի այդ գործարքը կատարվի, բիտկոինի մեջ մայնինգը կատարվում, այդ ամեն ինչը գրանցվում է բլոկչեյնի մեջ, ու այդ գրանցման ծախսերը փոխհատուցվում է նրանով, որ ստեղծվում է նոր բիտկոին եւ տրվում է նրանց, ով այդ իրենք հաշվարկները արել են։ Սա այն է, ինչպես աշխատել է եւ շարունակում է աշխատել բիտկոին։ Հետո դրա հիման վրա ստեղծվել են հազարավոր նոր կրիպտո արժույթներ։ Դրանցից մի մասը փուչիկ էին, անիմաստ երևույթներ, մի մասը, օրինակ Ethereum-ը, որը այսօր երկրորդ տեղն է գրավում, ինքը ուրիշ տիպի է, իր բլոկչեյնը շատ ավելի հետաքրքիր է, այնտեղ հնարավորություն կա ոչ միայն գործարքներ կցել Ethereum-ի փոխանցման, այլ նաև այլ, օրինակ կադաստրի գրանցումները կպցնել օրինակ այդտեղ, կամ նկարներ, երգեր եւ այլն, ու դա ստեղծել է մի առանձին մի մշակույթ, մենք դրա մասին առանձին խոսանք հենց բլոկչեյնի, որ հնարավոր է այդ ամեն ինչին կցել ուրիշ բաներ եւ ստանալ մի հատ նոր տեխնիկական մի հիանալի զարգացում, որը հենց այդ Web 3-ի մի յուրահատուկ ճյուղավորում է եւ դարձնում է ավելի անվտանգ ու թափանցիկ բոլոր գործարքները, որոնք այդտեղ կատարվում են։ Ընթացքում Bitcoin-ը սկզբից պատրաստ է, որ ոչինչ չարժեր։ Ոնց որ խաղ լիներ ինչ որ մարդկանց մեջ, մինչև որ երկու հոգի օրինակ իրար պիցցա մեկը վաճառեց, երկու պիցցա վաճառեց 10,000 բիտկոինով, այն ժամանակ դա ոնց որ երկու պիցցայի գինն էր։ Հիմա հիմիկվա բիտկոինի գնով դա մոտավորապես 150 միլիոն դոլարի մասին է խոսքը, ավել նույնիսկ հիմա։ Ինչ որ պահի 600 միլիոնի մասն է խոսքը։ Այդ մարդը, որ այդ պիցցաները վաճառել է, հիմա տես Twitter-ում ինչ որ երևում է տենց լավ աղքատացած մարդ է, որ տենց հիշում է այն հին ժամանակներ, երբ որ ինքը տենց բան արել, փորձում է ինչ որ փող հավաքել, որ լավ ապրի։ Ամեն դեպքում քիչ-քիչ այս ամենը դարավ հետաքրքիր մարդկանց։ Արդեն մեծ կորպորացիաներ, օրինակ PayPal-ն, Microsoft-ն սկսեցին իրենց կապիտալի մի մասը որպես ներդրումների մի հատված օգտագործել կրիպտո արժույթը եւ փաստացի մենք ունենք հիմա իրավիճակ, երբ որ լուրջ կորպորացիաները, ընդհանրեն օրինակ Tesla-ն իր վաճառքը անում է կրիպտոյով։ Նաեւ կան երկրներ, որտեղ կրիպտո արժույթը դարձել է հիմնականներից մեկը, օրինակ Զիմբաբվեն, որտեղ ահավոր ինֆլյացիա է, մարդիկ ուղղակի տեղական արժույթին չեն վստահում եւ ընկած
իրար հետ բիտկոինով են արկ ու վաճառք անում։ Սալվադորը կարծես թե հիմա մտցնում է բիտկոինը որպես հավասար արժեք, արտարժույթ։ Կան երկրներ, որտեղ բնականաբար այդ հակառակը արգելքի տակ է անգնում, օրինակ Թուրքիայում վերահսկողության, քանի որ ամեն ինչ ուզում են վերահսկել։ Այդ ամենը խիստ սահմանափակումներ, արգելքների տակ է։ Կան երկրներ, որտեղ հակառակը ամբողջությամբ բաց, օրինակ Բելարուսը, որը շատ հարցերում հեսանդ փակ երկիր է մեղմ ասած, բայց կրիպտոարժույթը տենց բաց թույլ է տվել օգտագործել։ Հայաստանում մինչև հիմա մենք նորմալ կարգավորումներ չունենք, նոր ինչ որ այդ բաների մեջ մտնում ենք, դրա համար անհասկանալի վիճակ է, ոչ արգելված է, ոչ թույլատրված։ Ամեն դեպքում մենք ունենք արդեն փաստացի մեր կրիպտո համակարգերը ձևավորվող, օրինակ անցյալ անգամ ասում էի, որ Fastex-ը մեծ Web3-ի համակարգ է ստեղծում ու այսօր նաև արդեն դուրս է եկել շուկա Fast Token-ով։ Դա ոնց որ առաջին լուրջ հայկական կրիպտոարժույթն է, դեռ ինքը ներքին վաճառքն է, նախավաճառքն է գնում, այսինքն soft construct-ի աշխատակիցներին է վաճառքը գնում, բայց մի քանի ամսից արդեն բաց վաճառք է գնալու ու դուրս է գալու միջազգային շուկա։ Տվյալ դեպքում օրինակ հստակ սահմանափակ քանակի է արտադրվում, այսինքն որպեսզի ինֆլյացիա չլինի։ Ու էլի եթե հայկականից խոսանք, եւ նրանք ով հետաքրքրվում են, ուզում են տեսնել փոխարժեքները, ուզում են զբաղվել արկ ու վաճառքով կրիպտոյի, պարզ է, որ պետք է հետևել պատմությանը, նայել ոնց է փոխվում գները եւ այլն, եւ ես օրինակ ամենալավ գործիքը համարում էի այդ ուղղությամբ CoinStats ու հետո օգտագործելուց մի քանի ամիս հետո մեկ էլ իմացա, որ հայկականն է ու շատ թույն, իսկապես երևի աշխարհում նման լավ գործիք հենց արժեքներին հետևելու եւ այլնի չկա ու շատ ուրախալի է, որ այստեղ է արտադրվում։ Այնպես որ կրիպտո արժույթները այսօր փաստացի մտնում են մեր կյանք, այսօր իհարկե դժվարություններ կան, որտեղ երկրներ կան, որոնք վախենում են, մի քիչ անվերահսկելի է, բայց արդեն փորձեր են արվում նաև սոցցանցեր մտցնել, Facebook-ը փորձեց մտցնի, բայց ամերիկյան, այսպես Ֆեդերալ Ռեզերվը եւ մի շարք կազմակերպություններ լուրջ դիմադրեցին եւ այս process-ները սառեցվել են։ Telegram-ը փորձեց մտցնել, տոն է կոչվում իրեն արժույթը, կրիպտոարժույթը, այնտեղ էլ արգելք դրեցին, բայց իրանք շատ սիրուն բան արեցին, դուրս հանեցին իրանց մեջից, ասեցին որ մենք կապ չունենք, բայց հիմա Telegram-ը փաստացի իր մեջ ունի bot, որով կարելի է այդ տոն արժույթը առնել ու ներքին օգտագործման, օրինակ մի Telegram-ից մյուս Telegram փոխանցումներ անել, կրիպտոարժույթի լավ բանը որն է, որ այդ փոխանցումը միանգամից է լինում ու կապ չունի թե որ երկրում ես գտնվում։ Ու հիմա ասեմ ձեզ իմիջիայլոց այդ տոնի գինը բարձրանում է, որովհետև հիմա Telegram-ը վաճառում է ուրեմն անունները, իր ներսի ալիքների ուրեմն անունները, username-ները ու տոնով է վաճառում։ Իհարկե իրանք ձև են անում, որ տոնը իրանց հետ կապ չունի, բայց փաստացի այդ տոն կրիպտո արժույթով է վաճառքը գնում ու բնականաբար գինը հելնում է, որովհետև մարդիկ առնում են։ Նենց որ կրիպտո արժույթը ուզենք չուզենք մտնում է մեր կյանք ու պետք է հաշվի նստել դրա հետ, հասկանալ ոնց է այս ամեն ինչը աշխատում։ Երևի թե մյուս անգամ կպատմեմ կարճ թե ինչ դրամապանակներ կան ու ոնց է կատարվում փոխանակումը, որովհետև դա էլ է կարևոր, որ դու ունենաս, հետո կարողանաս ուրիշ օրինակ կրիպտոարժույթ առնել կամ փոխանակել նորմալ, այդպես կոչված fiat գումարի։ Ամեն դեպքում այս թեմա է, որը մենք դեռ կշարունակենք խոսել ու մնացեք մեզ հետ, հələ մյուս անգամ նաև
բլոկչեյնի մասին կխոսենք ու կփորձենք հասկանալ այս խոճուճ բանի տակ ինչ է հիմնված, որովհետև թեմաները բարդ են, բայց եթե չսովորենք, չհասկանանք, ոնց որ հետ կընկնենք, որովհետև sense տնից ինքը մտնում է մեր կյանք ճիշտը հասկանալ։ Այսօր ես